Բարև եւ բարի գալուստ Պարզից Պարզ podcast։ Այսօր ձեզ հետ ես եմ Արաջ Ալաբյանը, Զաքարն Արտյոմը եւ մեր հյուրն է այսօր Գևորգյան Գարեգինը։ շատ հաճելի։ Գարեգինին ճանաչում ենք շուտվանից, աշխատել է կենտրոնական բանկում, Safe International վարկային կազմակերպության ղեկավարն է եղել, դասավանդել է ամերիկյան համալսարանում, միասին ենք որտեղ դասավանդել, տարբեր խորհուրդներում է ներգրաված, ներկայումս Գարեգինը տեղափոխվել է արտերկիր ժամանակավորապես եւ միջազգային կառույցներից մեկում գործադիր պաշտոն է զբաղեցնում։ Շնորհակալություն, որ կարճ ժամանակում Հայաստանում գտնվելով մեզ հյուր այցելեցիք։ Շնորհակալություն հրավիրելու համար։ Գարեգին, հաշվի առնելով քո տարբեր փորձերը, ակադեմիական, ֆինանսական համակարգ, նաև վճարային համակարգերի հետ որոշակի փորձը եւ վերջի 2 տարիների մեր համակարգի, ֆինանսական համակարգի զգալի աճերը։ Առաջ նայելով մենք մեր ունկնդիրները, հանդիսատեսները ինչ մարտահրավերներ կամ ինչ հնարավորություններ պետք է ակնկալեն գալիք ժամանակներում։ Ինչ է մեզ սպասվում մեր ֆինանսական շուկայում։ Մանավանդ եթե հաշվի առնենք, որ կարող է Տրամպը եւ Պուտինը ի վերջո պայմանավորվեն այդ անիծյալ պատերազմը կանգնի, մարդիկ էլ չզոհվեն եւ բնականաբար ֆինանսական հոսքերը դրանով ինչ որ ձև փոխվեն։ Բավականին բարդ հարց է, ինչպես ռուսերեն են ասում, знал бы прикуп, жил бы в Сочи, բայց փորձեմ ինչ որ մի 3 կետով նշել, թե ինչ կարող է տեղի ունենալ։ Առաջին հերթին այո, ֆինանսական հոսքերի վերաբաշխում կարող է տեղի ունենալ, դա ինչ մարտահրավեր է Հայաստանի ֆինանսական համակարգի համար, որոշակի նվաճումներ կան, թե ծառայությունների տեսակի եւ թե ծառայությունների հարմարավետության տեսանկյունից, որոշակի նվաճումներ կան եւ ծավալի տեսանկյունից, այդ նվաճումները պետք է փորձել ինչ որ ձևով պահպանել եւ առաջ տանել։ Դա լինելու է մարտահրավեր, առավել եւս եթե արտաքին գործոնները տեղափոխվեն այլ դաշտ եւ Ռուսաստանը կարիք չունենա էական հոսքեր ուղղելու այլ երկրների միջոցով։ Իսկ հնարավոր է, որ մենք պահպանենք դրա մի մասը, հաշվի առնելով, որ ոնց որ դու ես ասում, ծառայությունները բարելավվել են, ինչ որ հաճախորդների համար արժեք ստեղծող կամ արժեքավոր ծառայություններ եւ ծառայություն, չգիտեմ, տես բաներ կան։ Միանշանակ ես համոզված եմ, որ այդ նվաճումները կարելի է պահպանել եւ դարձնել հարատև։ Այսինքն այն արտադրողականության աճը, որ մենք տեսել ենք մեր ֆինանսական համակարգում, կարելի է որոշակի ձևով պահպանել եւ առաջ տանել եւ այն երազանքը, որ մենք բոլորս ունեցել ենք Հայաստանը որպես ֆինանսական հաբ, հա, ըստ էության դա տեղի ունեցավ եւ մենք կարող ենք այդ տեղի ունեցած հաջողության վրա կառուցել շարունակական հարատև էկոսիստեմա։ Ինչ պետք է անենք դրա համար։ Հա։ Ինչ պետք է անենք դրա համար։ Դրա համար պետք է չվախենալ փորձեր անել, էքսպերիմենտներ անել, իհարկե գիտակցված որոշակի ուղղություններով փորձել պահպանել դիրքերը, որոշակի ուղղություններով փորձել հասնել այնտեղ, որտեղ առաջադեմերը արդեն հասել են, իսկ որոշակի ուղղություններով փորձել անել էապես նոր քայլեր, էապես նոր լուծումներ եւ առաջարկել ոչ միայն Հայաստանի բնակիչներին, այլ նաեւ ռեգիոնում որոշակի դեր Հայաստանի սահմաններից դուրս։ Միանշանակ դուրս ենք եկել։ Միանշանակ շարունակել այդ տրենդը, շարունակել այդ մոտեցումը, տարածվել մեր ռեգիոնում եւ դառնալ ավելի ռեգիոնալ, ավելի միջազգային խաղացող։ Իսկ ինչի օրինակ ինչ առավելություն մենք ունենք համեմատ, չգիտեմ, Ղազախստանին, որի միջոցով նույնպես այդ ռուսական գումարները շրջանառվում են, չգիտեմ, Վրաստանի, Թուրքիայի իրենց միջոցով էլ բավականին մեծ ծավալներ են շրջանառվում, որն է լինելու մեր առավելությունը այդ բառերում։ Դա շատ լավ հարց է, ես էլ այդ հարցի պատասխանը միանշանակ չունեմ։
Ենթադրում եմ, որ պատճառը պետք է լինի ոչ թե մեկը, այլ որոշակի առավելությունների համախումբ պետք է լինի, հա։ Հարմարավետությունից բռնած օրենսդրությամբ եւ ծառայությունների տարատեսակությամբ վերջացրած։ Միանշանակ առավելության լուծում ես չեմ տեսնում այսօր, բայց նաեւ տեսնում եմ, որ որոշակի հոսքեր մենք կարողանում ենք ապահովել Հայաստանի ֆինանսական համակարգ սպասարկում են բավականին մեծ քանակությամբ հաճախորդներ եւ ներսում եւ դրսում եւ այդ հաջողությունը կարելի է պահպանել, այսինքն ինչ որ պատճառով այդ մարդիկ եկել են այստեղ եւ ինչ որ պատճառով մնում են այստեղ որպես հաճախորդ։ Այդ իմիջիայլոց լուծումներից մեկը կլինի այն հասկանալ թե ինչ են հենց այստեղ մնում։ Մենք կարող ենք ասել դա անձնական ծանոթություններ է, մենք կարող ենք ասել դա պարզապես հայկական արմատների ազդեցություն է, բայց այսօր որ նայում ես վիճակագրությանը միանշանակ չի, որ դա զուտ հայկական գործոնն է աշխատում, հա, ինչ որ այլ գործոններ էլ կան։ Եվ հասկանալ այդ գործոնների ազդեցիկ հատվածը եւ պարզապես առանձնացնել եւ սերիալիզացիա անել դա։ Ոնց է տարի առաջին անգամ բանկային ակտիվներով համախառն ներքին արդյունքից անցել ենք, այսինքն 11 տրիլիոն է կազմել ընդհանուր բանկային ակտիվները, ընդ որում վարկերը 6 տրիլիոնի կարգի, չէ՞։ Այսինքն բավականին գումարներ կան, որ կարճաժամկետ են, էլի։ Բայց նաև տարածաշրջանում Վրաստան, Ադրբեջան մենք հավասարվել ենք վրացական բանկային համակարգին շատ բաներով, այդ թվում ակտիվներով, իսկ Ադրբեջանից առաջ ենք եւ նաև ռոեներն է բարձր եղել, այսինքն կապիտալի եկամտաբերությունը Հայաստանում 22% է եղել ընդհանուր համակարգի միջինը նախորդ տարվա համար։ Փող ենք տպում։ Փող չենք Չէ, իրականում շահույթ ենք տպում, էլի։ Շահույթ աշխատում ենք, չենք տպում։ Դե 360 Եվ միլիարդի կարգի էր, կարծեմ 22%-ը նախ ես չեմ համարում, որ դա շատ մեծ շահույթ է, չնայած Բանկերի համար։ չեմ համարում, որ դա մեծ շահույթ է։ Չնայած եթե արդյունքը դուրս բերեն, կարող է էապես նվազի, չէ՞, այդտեղ։ Ինձ թվում է պետք է համակարգային տեսանկյունից նայել, կարծում եմ, որ 1, 2, 3 տարվա մի քիչ ավելի աշխուժ շահույթը չի նշանակում, որ շահութաբերությունը կտրուկ աճել է, հա, պարզապես ունեցել ենք արտառոց տարիներ, եթե միջին տասնամյակով ես նայում, բանկերի կապիտալի եկամտաբերությունը այդքան էլ բարձր չի։ Միջինում է 12, չէ՞, մոտավորապես։ 8-9 կախված թե որ տասնամյակը կվերցնես, բայց 10-ը չի գերազանցում, ինչը միջազգային մակարդակով տենց միջինի ներքևում է ըստ էության, ինչը նորմալ է։ Իրականում որպեսզի մենք, եթե մենք ուզում ենք, որ մեր ֆինանսական համակարգը, բանկային համակարգը ինչ-որ աստիճանաձև կտրուկ աճ ապրեն, պետք է որոշակի եկամտաբերություն լինի, որ հետաքրքրությունն առաջանա ներդրողների համար, որ որոշակի էկվիլիբրիումից դուրս գնանք ուրիշ էկվիլիբրիում, որտեղ այս միջև այս բարձր եկամտաբերությունը համեմատաբար բարձր, նախորդին համեմատած բարձր եկամտաբերությունը մենք եղել ենք որոշակի էկվիլիբրիումում, եւ այդ էկվիլիբրիումը լավ էր թե վատ էր, ինքը պահպանվում էր։ ստատուս քվոյի։ Ստատուս քվոյի էկվիլիբրիում էր, մենք համարում ենք, որ միգուցե դա այդ ամենահաջող էկվիլիբրիումը չէր, բայց եթե նայում ես սպառողի տեսանկյունից, Հայաստանի բանկային համակարգը վերջերս LinkedIn-ում որոշակի բանավեճ էր ծավալվել, ես իմ կարծիքը շատ կարճ հայտնեցի։ Հայաստանի բանկային համակարգը այսօրվա դրությամբ բազիսային մակարդակով տրամադրում է մատչելի ծառայությունների շրջանակ, եւ այդ ծառայությունները իրոք մատչելի են որևէ երկրի ծառայությունների համեմատ։ Արդյոք այդ ծառայությունները զարգացածն են, ամենահարմարավետն են, ամենաառաջադեմն են։ Ոչ, բայց այդ ծառայությունները բազիսային մակարդակով ապահովում են ֆինանսական համակարգի մենք ամենաառաջադեմ զարգացած երկիրն ենք, այո, որ բանկային համակարգ։ Այսինքն ամեն դեպքում այս համակարգը բավականին մատչելի եւ բավականին որակյալ ծառայություններ է մատուցում բնակչությանը, տնտեսությանը։ Ֆիզիկական անձանց։ Այո։ Բայց
Մենք դժգոհ ենք մնալու բնականաբար, բայց եթե օբյեկտիվորեն ենք նայում, սա վիճակն է։ Ես ընդհանրապես ասած դժգոհ չեմ, որովհետեւ ֆիզանց պրակտիկորեն անվճար ծառայություններից է օգտվում։ Հաշիվ բացել անվճար է, փոխանցումներ անվճար է, կարտային բաներում որոշ սակագներ կան, բայց բնակության բավականին լայն զանգված կհակադարձի կասի մեր վարկերի տոկոսները բարձր են։ չէ, վարկը ուրիշ է, մենք ծառայությունների մասին ենք ասում։ Նաև Վարկն էլ է, չէ՞։ եկեք փորձենք վարկի տեսանկյունից էլ նայել, վարկերի տոկոսներն էլ այդքան բարձր չեն, հա։ Իհարկե, եթե Ամեն ինչ համեմատության կարգում է։ ռիսկի գործոնը եթե հաշվի առնես բարձր չէ։ Հա, այսինքն ռիսկ պրեմիումը եթե հաշվի առնես, մեր վարկերի տոկոսները բարձր չեն։ Գումարած դրան բարձր ինֆլյացիայի, բարձր գնաճի պայմաններում, երբ որ տեղի ունեցավ քաղաքականության տոկոսադրույքի էական բարձրացում, միջին բանկային համակարգով վարկերի տոկոսադրույքները էական չեն աճել։ Այսինքն նույնիսկ այդ պայմաններում մեր բանկերը բավականին մեղմ գնային քաղաքականություն են վարել, նույնիսկ վարկերի մասով։ Այսինքն իհարկե մենք կարող ենք դժգոհել մեր բանկերից, բայց եթե նայում ես օբյեկտիվորեն թվերով, բավականին հարմարավետ, բավականին առողջ, բավականին մարդակենտրոն մոտեցում են ցուցաբերել մեր բանկերը։ Կաֆեներ են բացում արդեն։ Օֆիսներն Կաֆեներ են բացում, այո։ Հայաստանի քաղաքացիների համար նորմալ ծառայություն են մատուցում։ Արդյոք դա ամենաառաջի դեմն է, միանշանակ ոչ։ Արդյոք այս էկվիլիբրիումը լավն է, իհարկե ոչ։ Արդյոք անելու բան կա լիքը, անելու բան ունի։ Իսկ մա ցենց հարց տամ, այս վերջի մի երկու տարվա մեջ ոնց որ ընդգծված առաջատարներ կամ ոնց որ միջինից տարբերվող բանկեր կան, հատկապես 1-2-ը էապես շահույթներով առաջանցան, եւ նաեւ նախորդ տարի մենք երկու հատ բանկային վաճառք ձեռքբերումներ ունեցանք, երկուսն էլ բավականին մեծ զեղչված գներով, այս վերջերս Այկազը մեր ընկերներից Տեսա LinkedIn-ում դրել էր, որ ինչ էր Lion Group, թե ինչ group, որը Bank of Georgia-ի Lion Finance։ Այո, $150 միլիոն դոլարի բացասական goodwill ունեն, այսինքն այդքան էժան առել էին Ամերիկա բանկը ըստ այդ հաշվետվությունների։ դրական գոտի։ Բացասական goodwill։ Իրանք ոչ թե ավել էին տվել շուկայական արժեքից, այդ շուկայական արժեքից այդքան ցածր էին Հա, առել։ իրանք ցածր են տվել, այդ ակտիվ Goodwill չունեն էլ, իրանք միանգամից արդեն goodwill-ը ամորտիզացնում ես ավել տվածն։ Ինչ թվում է իրանք բացասական goodwill են գրանցել, որ ավել շահույթ չվճարել։ Հնարավոր է։ Ինչ Արոն ասում է հետևել 303 միլիոնով առել են, բայց շուկան գնահատել է հետագայում իրանք հաշվետվությունների մեջ իրանք բանկը գնահատել են 250 միլիոն ավել, այսինքն 553 90%-ի համար ոնց որ Դա իրականում առանցքային խնդիր է Հայաստանի Հանրապետության կապիտալի շուկայի զարգացման համար, այսինքն մենք հենց այդ է որ հասել ենք բանկային ծառայությունների զարգացման, բանկային ինդուստրիայի զարգացման որոշակի մակարդակի, բայց եթե մենք ուզում ենք, որ մեր տնտեսությունը դառնա ավելի դինամիկ, եթե մենք ուզում ենք, որ մեր տնտեսությունը դառնա ավելի արագ աճող եւ կապիտալի շուկան սկսի դեր խաղալ տնտեսությունում, պետք է հենց այդ կապիտալի շուկայի մասին սկսենք խոսել եւ հասկանանք ինչի է մեր գնանշումները ցածր։ ինչի գնանշում։ Ընդհանրապես մեր բիզնեսների գնանշումները, այսինքն կապիտալի գինը շատ ցածր է, այսինքն book value-ն համեմատած market value-ին, book value-ն միշտ ավելի բարձր է այսօր զարմանալիորեն։ Հաշվեկշռային արժեքը շուկայական արժեքը որտեղ է։ Շուկայական արժեք չկա որպես այդ։ Այսինքն ինչ որ պատկերացնում 4 բանկ ունենք, որ ցուցակված է։ Այդ 4 ցուցակված բան են էլի, լիստինգ արած են, BB-ն, բաժնետիրական ընկերություն։ Հա, BB-ի են, բայց Արատ Էկոնոմ Յունի, Ագբա։ Ու իրանց այսօրվա դրությամբ շուկայական արժեքը մոտավորապես հաշվեկշռային արժեքի կեսն է։ Միջին Մի քիչ ավել։ Բանկից բանկ տարբերում է, 0607։ Հա։ Այսինքն Գարիկը դա ասում Այո։ Ոչ թե նորմալ համեմատաբար ակտիվ կապիտալի շուկայի պայմաններում այդ դիսկոնտը կարող է ավելի քիչ լինել։ Հա, առնվազն պետք է գար նոմինալին հասնել, որովհետև այսօր 22% կնես ROE-ի պարագայում
դիսկոնտով Այո, հոգվելու, premium-ով դիսկոնտով մարկետվելու այդ ուղղակի անհասկանալի է։ Այսինքն մենք 0.6-ի մասին չպետք է խոսանք, մենք պետք է խոսանք 2.1-ի, 2.2-ի, մինչև 2.6-ի մասին։ Հիմա այդ ինչու՞ է բացատրվում, էլի։ Դա բացատրվում է իմ կարծիքով առաջինը ընդհանուր թափանցիկության Որը մեջ բացատրությամբ։ էսպիսի գործարքն էլ է այդ նույն Հա, նույն բանի մեջ է։ Որոշակի ռիսկի գործոն կա, perceived risk, ոնց թարգմանենք հայերեն։ Ընկալվող, ենթադրյալ ռիսկ, այսինքն փաստացի ռիսկը կարող է իրականում ավելի ցածր է, ըստ էության իրականում ավելի ցածր է, բայց դրսի ինվեստորը եւ նաեւ ներսի ինվեստորը ընկալում է ռիսկը ավելի բարձր։ Ինչ որ պատմական իրադարձությունների հետևանքով կամ թեկուզ իրացվելիության կտորի բացակայության պատճառով Իրացվելությունը ըստ ամենակարևորն է։ Իրացվելիություն, թափանցիկություն, խորություն չկա, շուկայում խորություն չկա։ Մտարդ ու զգալը եւ նաեւ սեփականության իրավունքի, ասենց ասեմ, կոմպոնենտը, պաշտպանվածությունը այդքան էլ շեշտված չի մեր։ Որպես փոքր ինվեստոր։ Եվ փոքր եւ մեծ։ Մեծի համար նույնիսկ ավելի։ Մեծի համար իր խնդիրները կա, փոքրի համար իր խնդիրները կա։ Օրինակ Հայաստանի Հանրապետությունում անշարժ գույքը սրբություն է, այդ լավ է, այդ շատ լավ կտոր է, դրան մենք հասել ենք։ Միգուցե պատմականորեն միշտ էլ եղել է մեր ենթագիտակցության եւ մտածելակերպի մեջ, բայց դա չի տարածվում սեփականության այլ ձևերի վրա, այլ տեսակների վրա, խնդիրը։ Այդ խնդիրն էլ պետք է մենք փորձենք հաղթահարել եւ սեփականության իրավունքը դարձնել հիմա այդ բանկային համակարգ ասացի վրա ոնց է անդրադառնալու էլի այդ փոփոխությունները եւ բանկերի պակասելը, առողջարքները եւ նաեւ այս մեծ շահույթները դա հավանաբար բերելու է մրցակցության փոփոխության, որը նաեւ ես լսում եմ որ կա, մասնավորապես ինչ որ տեղեր գումարները շատ են կուտակվել, այդքան վարկ հնարավոր չի լինում տալ, իրարից են փորձում տանել հաճախորդներ, տոկոսներ իջացնել եւ այլն։ Վերջին 2 ամսվա ընթացքում շատ շուկային չեմ հետևել ճիշտն ասած։ Մինչ այդ որ նայում ես, այո, որոշակի շուկայի որոշակի վերաբաշխում է տեղի ունենում, հա, խոշոր բանկերը ավելի են խոշորացել, փոքր բանկերը մի քիչ ավելի են մտել նիշաներ, ասենց ասեմ, հա։ Դրա արդյունքում իհարկե, բացի նրանից որ տեղի է ունենում ֆրագմենտացիա որոշակի, նաև տեղի է ունենում մրցակցության աճ, մի քիչ իրար հակասող տենդենսներ են, բայց նաև տեղի է ունենում մրցակցության աճ, որովհետև արդեն հագեցած շուկայի պայմաններում բոլոր բանկերը փորձում են նույն հաճախորդի հետևից գնալու, դա ծառայություններն էլ չէ, քիչ թե շատ ոնց որ մոտենում, այսինքն ֆինանսական տեխնոլոգիաների զարգացման հետ, մոբայլ բանկինգի հետ, բոլորը ի վերջո նույն դաշտ չեն գնում, այդ որ ասում ես նիշաներում են, ի՞նչն է այդ նիշաներում, էլ է մնում։ Նիշաներում հիմական, սենց ասեմ, մենք ունենք 17 ունիվերսալ բանկ, հա, այսօրվա դրությամբ, այդ անվանումը ունիվերսալ բանկ է, այսինքն բանկը իրականացնում է բոլոր տեսակի ըստ էության ֆինանսական ծառայություններ, մեր այսօրվա օրենսդրության համապատասխան։ Բայց երբ որ նայում ես բանկերի բիզնես մոդելին, երբ որ նայում ես բուն իրականացած գործունեություններին, բանկերը, տարբեր բանկեր մասնագիտացել են տարբեր ուղղություններով։ Այ ես հիմա չեմ ուզում կոնկրետ բանկեր նշել, բայց կան բանկեր, որ անում են ամեն ինչ, կան բանկեր, որ անում են մի մասը, որ խորացել են, մասնագիտացել են մանրածախ հատվածում, կան բանկեր, որ մասնագիտացել են գործարքների մեջ, ոչ թե պորտֆելի, ըստ էության բոլոր բանկերը անում են ամեն ինչ, բայց կա որոշակի մասնագիտացում։ Սա է այսօրվա դաշտը։ Ու նաև այդ բանավեճի ժամանակ, որ LinkedIn-ում այդ խոսակցությունը գնում էր, հարց առաջացավ, մեր ինչին է պետք 17 բանկ։ Ես իմ անձնական գիտեմ, հա։ Իմ անձնական կարծիքն է, դա պետք է շուկան որոշի, դա այդպես ադմինիստրատիվ որոշում չպետք է լինի։ Եթե պետք չի 17 բանկ, այդ 17 բանկը չի լինել։ Տեղի կունենան որոշակի համաձուլումներ եւ կմնան այն բանկերը, որոնք մրցունակ են։ Մարդիկ սկսեն իրար հետ պայմանավորվել, սկսեն իրար հետ աշխատել, սովորել, կլինի որտեվ ինչեւ հիմա
եթե սեփականատիրական կառուցվածքները նայում ես, պարզ են չի 17 ունենք էլ։ Ես կարծում եմ դա ցիկլիկալ լինելու։ Քանի դեռ ռոեն բարձր է, ոչ մեկ չունի շարժարիտ վաճառելու բանկ։ Միանշանակ։ Հենց ռոեն էապես նվազեց, արդեն այդ պարագայում կարող է բանկի սեփականատերը ասի, էֆեկտիվության հարցը բարձրանալու։ Հիմա հələ որ մեծ քո ասած եկամտաբերության մեջ ոչ էֆեկտիվ կտորներ այդքան չեն երևում։ Բայց հենց պակասեց գումարը, որը մինչև այս բումն էլ էր, այսինքն այդ մյուս կողմն էլ կա։ Մինչև այս վերջի մի քանի տարին բավականին ցածր եկամտաբերություններ ու այդ բանկերը հաճախ տարբեր ինչ որ խմբերի կամ մեջ կամ կողքը տենց իրանք մնում էին հաճախ նաև ոչ որպես առաջնային բիզնես։ Դե այո, մեծոտ բիզնեսների համար սպասարկող բանկը իրենց համար կարևոր է, եթե հատկապես եթե սեփականատեր ես, շատ հարմար է։ Էլի անուններ չտանք։ Ըստ էության, հա, որպես հաջորդ քայլ, իմ կարծիքով ձևավորվել է բավականին լավ միջավայր ոչ բանկային հատվածը ֆինանսական շուկայի զարգացնելու, հա, մենք այսօր մեր ֆինանսական շուկայում գերիշխում են բանկերը, ինչը նորմալ է, բոլոր շուկաները այդ փուլերով են անցել, բայց նաև ժամանակն է, որ ավելի ակտիվ զարգանա կապիտալի շուկան։ Այդ կապիտալի շուկան բացատրենք ինչ է, էլի, որտեղ մենք գիտենք, բայց վստահ շատերի համար պարտատոմսերի շուկա, որտեղ որ կա բավականին լայն ծավալ երկարաժամկետ փողի շուկա, իսկ ով է այդ շուկայում գալիս էլ, որտեղ բանկի փողը հիմնականում գալիս է ավանդատուից, պարտատոմս կտողարկի բանկը, դե ավանդ մեկը վերջո ավանդատուն է, որի փողերը միջնորդավորված վարկ է տալիս բանկը։ Հիմա կապիտալի շուկա նշանակում է, որ ներդրողները անմիջապես գնում են ֆինանսական շուկայի այն կտորը, որտեղ երկար գումարներ են, հա, 5 եւ ավել տարիների, դե պարտատոմսերի մասին ենք խոսում, ու բարենետոմսերը մեր մոտ այսօր բավականին թեր զարգացած շուկա է, որը էլ ավելի բարդ է։ Պարտատոմսերը մի քիչ սկսել է շարժվել պետական խթաններով, տարբեր գործիքներով, նաև զգացվում է, որ բիզնեսները սկսել են իրար նայել, տեսնել, որ դա էլ կարելի է, մի քիչ տապանցիկությունն է ավելացել։ Բայց ի վերջո դա նշանակում է նաև ներդրողներ, որոնք ռիսկը ոչ թե բանկի վրա դնելով, այլ անձամբ ռիսկ վերցնելով պետք է պատրաստ լինեն ոչ բանկերից, օրինակ պարտատոմս առնել, վաղը մյուս օր էլ բաժնետոմս։ Իհարկե երկու հատ թողարկում ունենք բաժնետոմսերի, բայց ոնց որ դուք ասացիք, իրացվելիություն այդքան չկա եւ այդ ընկերությունները բավականին։ Ես ուզում եմ վերադառնամ այդ իրացվելիության այս վերջերս մատենային որ հավաք կրդվել էր։ այո, Զաքինյան Ստյոպան Ագրոբանկի ասում էր մենք փորձում ենք ինչ որ ձև քաղաքականություն բարել ներդրողների հետ, որ հասկանանք ինչու այդ բաժնետոմսի գինը այդքան ցածր է։ Իրանք էլ են, չէ՞ դա հասկանում։ Ու ասում են դիվիդենդ ենք ավելացնում, բայց ամեն դեպքում մեր ներդնող բնակչությունը դաժե փոքր մասը որ կա, ասենք առել են այդ բաժնետոմսերը։ Նրանք ասում են, լավ, ես ընթացիկ եկամուտ չեմ ստանում սրանց, կամ ստանում եմ, չգիտեմ, 7% իմ դրամով։ ավելի քիչ կամ պարտատոմսից կամ ավանդից։ Ավելի քիչ է, քան թե պարտատոմսը կամ ավանդը։ Իսկ քանի որ շուկայում չկա նորմալ լիկվիդայնություն ու դրա պատճառով էլ գնի ճիշտ շարժ, ճիշտ ասելով որ բանկի շուկայական գինը համապատասխանի բանկի իրական գնին։ Այո։ Հա, տենց ասեմ։ Դրա պատճառով մարդիկ չունեն շարժարի, թե ինչի համար իրենք պետք է այդ բաժնետոմսերը առնեն։ Հասկանում ես, այսինքն օրինակ Ամերիկայում, ամերիկյան շուկան կամ զարգացած շուկան, ամերիկյան ես ուղղակի քանի այնտեղ շատ եմ աշխատում, դու գիտես, որ կա որոշակի շարժ։ Պարտադիր չի ամերիկյան շուկան քանի տարի արդեն 100 տարուց ավել, օրինակ Bell Technology տնօրենը 100 տարի առաջ ինչ էր անում, այսպես ասած կենսաթոշակառուներին կամ տատիկ պապիկներին սովորացնում էր բաժնետեր դառնալ ու նաև դիվիդենդ տալով։ Դա
գիտակցված, երկար, ոնց որ մարտավարություն ա եղել, բերելու մարդկանց այդ դաշտ, նաև սովորացնելով, որը ի վերջո արդյունք ա տվել։ Այսինքն հա, Ագբան էլ ա մտել երկար խաղի մեջ, այդ միանգամից մենք Ամերիկա չենք, որ մտնես միանգամից այնպես IPO-ով մեծ փողեր աշխատես, էլի։ Փող աշխատելու հարց չի, շարժ որ լինի, տատանողականություն, լիկվիդայնություն, այսինքն մարդ իմանա, որ այդ շուկայի ինքը մտնելով սովետից մնացել է սպեկուլյացիա բառը որպես վատ իմաստ, հա, ինքը, բայց սպեկուլյացիան նշանակում է, որ գնի տատանման վրա որոշակի աշխատանք տանել։ Շուկան պիտի շնչի, մենք այսօր շնչող շուկա չունենք, հիմա դա կազմակերպված է թե անկազմակերպված շուկայի իմաստով։ Շնչող շուկա չունենք, այսինքն շուկայում եթե տեղի չեն ունեմ գործարքներ, եթե շուկան չունի սպասարկող շերտ, որը տրամադրում է տեղեկատվություն, թե ինչ է տեղի ունենում շուկայի հետևում կանգնած կազմակերպություններում, ինչ նորություններ է լինում, ինչ էական տեղաշարժեր են լինում կազմակերպությունների կառուցվածքում, ինչն էլ հետագայում արտահայտվում է գնում, հա, գնի մեջ շուկան չի շնչում եւ այդ պարագայում մենք չունենք ըստ էության շուկա, որտեղ ձևավորվում է գին, իսկ եթե չունես շուկա, որտեղ ձևավորվում է գին, դու պարզապես չես կարողանում որևէ ինքը մեռած փող է դառնում, որտեղ հետաքրքիր բան ասեմ, Ագբայի price to earnings, այսինքն այն գինը, որ այսօր շուկայում է եւ Դինամոմատած շահույթի 3 կատաստրոֆիկ ցածր։ Նկատում որպես ներդրում даже մտածելու տեղ չունես, ֆանտաստիկ ներդրում է։ Այո։ Ֆանտաստիկ, այսինքն այդ կարգի գնագոյացում չկա աշխարհում։ Այսինքն ըստ էության եկեք փաստենք, որ մենք ունենք բանկեր, որոնք աշխատում են բավականին լավ, բավականին արդյունավետ։ Իրանց ֆինանսական արդյունքներից ելնելով։ Եվ դա զարմանալիորեն չի արտահայտում իրենց շուկայական գնի մեջ։ Որովհետև ունես ապրանքների ծառայությունների շուկա, որը ճիշտ է շատ աշխատում է, ունես կապիտալի շուկա, որը չի աշխատում կամ չունես։ Դրա համար էլ այդ երկուսի մեջ ոնց որ բան առաջանում։ Դա, բայց երևի մի 30 տարի մենք խոսում ենք դրա մասին։ Մենք 30 տարի անկախության առաջին օրվանից խոսում ենք դրա մասին։ Խոսում ենք, որ կապիտալի շուկա զարգացնենք, կապիտալի շուկա զարգացնենք, կապիտալի շուկա։ Հիմա կենսաթոշակայինների շնորհիվ կարծում եմ որոշակիորեն զարգացավ բաժնետոմսերի սեգմենտը։ Բաժնետոմսերը տենց չկարողացանք, էլի։ Դա կարող է դա մշակութային է, կարող է դա հոգեբանական։ Պետք է նայենք մերպես երկրներում դա ոնց է եղել, էլի, ես չեմ կարծում, որ Ճիշտն ասած, մի քիչ տարբեր է, եթե նայում ես օրինակ Բալկանյան փորձին, 90-ականների վերջին 2000-ականների սկզբին իրանց մոտ էս մի հատ բում եղավ, այդ շուկաները ակտիվացան շատ։ Հետո մի քիչ նստեց, բայց այդ սովորությունը, այդ շուկայի շնչելը, առևտուրը, տեղեկատվության շարժը, փողի շարժը սկսեց տեղի ունենալ։ Մեր տեսակի երկրներ էին մոտավորապես, հա, իրանց բոլոր բարդություններով, իրանց ժառանգությունով, իրանց մշակութային բայց մարդիկ իրար հետ միանում էին բիզնես անելու, թե չէ, դա ինձ թվում է կարևոր։ Այդ դժվարանում եմ պատասխանել, բայց որ դե շուկան աշխատեց, դա փաստ է։ Մեր մոտ չի աշխատել այդ շուկան, նաև միգուցե մշակութային փակվածության լինելու պատճառով, այսինքն արդյոք այսօր Հայաստանի բիզնեսների սեփականատերերը, որոնք ըստ էության նաև բիզնեսների կառավարիչներն են, հա, մենեջերներն են։ Մենք այսօր ունենք շատ հաջողակ entrepreneurial բիզնեսներ, այսինքն մարդիկ, ովքեր զրոյից ստեղծել են բիզնեսներ եւ ստեղծել են բավականին հաջողակ բիզնեսներ։ Եվ այդ հաջողակ բիզնեսները իրանք կառավարում են միկրո մակարդակով, այսինքն ուղղն ու ծուծով ամեն ինչ գիտեն։ Դա մի կողմից լավ է, բայց մյուս կողմից, երբ որ բիզնեսը ձեռներեցային փուլից անցնում է ինստիտուցիոնալ փուլի, բարթանում է բիզնեսը, ուղիղ կառավարումը ըստ էության անհնար է դառնում։ Այսինքն դու պետք է 24 ժամ չքնես, այդ բիզնեսը կառավարես, որովհետև դու ոչ թե կառավարում ես 50 հոգի, այլ դու կառավարում ես 50,000 հոգի։ Դա էլ անում են, չէ, 50,000 չէ, բայց Ну, այսօր Հայաստանում 50,000 չունենք, բայց 6,000 կա, մինչև 10,000 ունենք։ Չենք քնում։ 24/7 դա ես մի քանի նորմալ չի, դա մշակութային է, այսինքն ուսանողները ժամանակը չի հերիքում։
ժամանակ չի եկում, բայն ու խեղճն Իլոն Մասկը ինչ աշխարհի ամենամեծ ընկերությունները ուսերին հերիք չի մի հատ է գնաց է պետական արդյունավետությունը, պետական կառավարումը բարձրացնում։ Իլոն Մասկը ունի շատ ավտոնոմ փոքր խմբեր եւ դրանով ճկունությունը չի կարա։ Մենք վստահության խնդիր ունենք։ Միանշանակ Մենք չենք կարող վստահել։ միանշանակ Բերել external դրսից management team, որին դու վստահում ես։ Մի քիչ sense ասեմ, նենց չի որ օրինակ զարգացած երկրներում դա այդ agency problem-ը agency cost-ը կա միանշանակ խնդիրը միանշանակ է, որտեղ բայց դա պետք է համեմատես այդ կորցրած հնարավորություններին, որ մարդիկ 24/7 աշխատում են, փորձում են ամեն ինչ կառավարել ու արդյունքում ստացվում է, որ էլի ինչ որ equilibrium-ա ձևավորում status quo-ը, որ առաջ չես գնում բարձրապես։ Եթե դու այդ ուզում ասել, դրա պատճառով այն ինչ որ քո միտքը սկսեցիր, սեփականատերը Հայաստանում չի ուզում դուրս բերի ընկերությունը բաց շուկա, որտեղ ինքը ընկերության ինչ որ մի մասը պետք է տա ուրիշի։ Վերահսկողությունը կորցնելու է որոշ չափով, հաշվետու է դառնալու հանրությանը։ Իսկ դա այսօր որոշակի ռիսկեր է պարունակում եւ օբյեկտիվորեն իմաստով եւ սուբյեկտիվորեն իմաստով։ Այսինքն նաև ծավալի հարցը էլի քանի շատ մեծ չի, ինքը լավ տվեց այդ մի մասը ուրիշին այդ փողը վերցրեց, ինչ պետք է անի, երբ որ ինքը չունի այդ փողը այլ տեղ դնելու, ինքը մտածում է լավ սրանից լավ ինչ պետք է անի։ Բայց exit ստրատեգիա է, Արո ջան։ Դե թոշակի ես գնում կարող է։ Ինչ որ չափով դա exit ստրատեգիա։ Մի քիչ փոխեմ խոսակցությունն էլի, թվայնացումից մի քիչ խոսենք, քանի որ դրանով էլ էս ակտիվ զբաղվել։ Այդ ֆրոնտում ինչ կա մեր ֆինանսական հատվածում, նոր ֆինտեքներ առաջանում են, բանկերը ինչքանով են թվայնացումով զբաղվում, որ նայում ես բոլորը հիմա տենց թվայնացման տրենդի մեջ են, բայց իրականում ինչ-որ նոր ծառայություններ ավելացել է, չի ավելացել, չգիտեմ, հələ որ տենց մոբայլի վրա բզբզում ենք։ Մենք Հայաստանի Հանրապետությունում թվայնացման տեսանկյունից ունենք որոշակի հաջողություններ, այսինքն բոլոր բանկերը այս կամ այն պատճառով, հա, ես իմ sense կողքից նայելու մի քիչ բան մտցնեմ, հա, հակասական թեմա մտցնեմ։ Ինտրիգ։ Հա, կողքից նայելու իմ գնահատականով բանկային համակարգում թվայնացումը առաջին հերթին պայմանավորված է եղել նրանով, որ արկան թողարկել է իր mobile application-ը։ Արկան թողարկել է իր բջջային հավելվածը ժամանակին եւ դա դարձել է հետաքրքիր քաղաքացիների համար եւ բանկերը զարթնել են։ Եվ սկսել են ակտիվ այդ ուղղությամբ ներդրումներ կատարել։ Դա մի պատմություն է։ Մյուս պատմությունն է, որ թվայնացումը եւ ներդրումը թվայնացման մեջ ենթադրում է որոշակի ծավալ, որոշակի մասշտաբի խնդիր։ Այդ մասշտաբը Հայաստանի Հանրապետությունում ըստ էության չկա։ Մենք փոքր երկիր ենք։ Եվ այդ ներդրում անելու թվայնացում ասելով ինչ նկատի ունենք։ Ինքը տենց մի լայն հասկացողություն է։ Լայն հասկացողություն է թվայնացումը, լավ։ Թվայնացումը դա ծառայությունների ստացումն է հեռակա ռեժիմով ինտերնետի միջոցով։ Շատ առանց բանկ այցելելու։ Առանց բանկ այցելելու հեռակա ռեժիմ։ Կարա ասենք բանկի ոնց որ արտաքին ինտերֆեյսը ծառայությունները լինեն թվային, բայց ինքը ներսում ամեն ինչ թուղթ ու գրիչով ու պեչատով անի, էլի։ Այդ եթե սիրում եք բանը Men in Black ֆիլմ կա։ Եվ այդ ֆիլմում կարծեմ երկրորդ Men in Black երկրորդում էր, որ գնում է փոստային օֆիս եւ այդ փոստային օֆիսում դրած է սենց մի հատ սարքավորում եւ այդ սարքավորումը սորթավորում է նամակները։ Այդ մեքենայից ծուխ է գալիս, բացում են դուռը, այնտեղ նստած այլ մոլորակային եւ արագ սենց նամակները շպրտում է։ Եթե մենք ռեալ թվայնացում ենք ուզում, այդ դրսի ինտերֆեյսը որևէ դեր չի խաղում։ Եթե ներսում նստած է այդ մարդը եւ էլի նամակները շպրտում է, թվայնացում չենք ունենալ, բայց փառք Աստծո այսօր համակարգը գիտակցում է, որ դա թվայնացում չի, դա ընդամենը կամ երկու հարց կա, հա, կամ դու ինտերֆեյսն ես էլեկտրոնային դարձնում, հա, երբ որ կա վեբսայթ, երբ որ դու մտնում ես on-line կամ երբ որ մտնում ես mobile application-ով, կամ այսօրվա տրենդը մտնում ես chat-ով, հա, դա մի կտորն է, արտաքին կտորն է,
հաճախորդին նայող կտորն է։ Եվ կա մյուս կտոր, որտեղ բանկի ներքին գործառույթները այսպես կոչված digital native է, այսինքն թվային հարազատ է։ Եթե թվային հարազատ է ամբողջ process-ը ներսի եւ թվային հարազատ է ամբողջ ինտերֆեյսը դրսի եւ այդ երկու հարազատները իրար հարազատ։ Եթե երկու հարազատները իրար կապած են, դու ունենում ես full թվայնացում։ Ամբողջական թվայնացում։ Եթե այդ երկուսից որևէ կտոր լավ չի աշխատում, չկա բացակայում, արանքում որոշակի անհարթություններ կան, դու չունես այդ ամբողջական թվայնացումը։ Իսկ շատ աշխատատեղեր են կորել դրա պատճառով։ Քո Առայժմ մենք մեր բանկային համակարգում աշխատատեղերի կորուստ այդքան չենք տեսնում։ Ես կարծում եմ, որ գնալով մասնաճյուղերի քանակը նվազելու է։ Բայց եթե հետ գնանք, միանշանակ այսօր մեր բանկային համակարգը աշխատանք ունի անելու առանձին վերցրած մասնաճյուղերի արդյունավետության գնահատման։ Այսինքն ըստ էության cost accounting-ի արդյունավետության գնահատման խնդիր կա, որովհետև մենք ունենք միանշանակ շատ լավ աշխատող մասնաճյուղեր եւ մենք ունենք մասնաճյուղեր, որոնք պարզապես գոյատևում են եւ շատ հնարավոր է բացասական են ազդում բանկի եկամտաբերության վրա։ Այսինքն այդ տեսանկյունից եթե նայում ես, աշխատանք կար վաղուց, ոչ թե հիմա է ձևավորվել այդ խնդիրը, այլ աշխատանք կար վաղուց իրական հասկանալու արդյոք կարիք կա այդ կամ մասնաճյուղեր ունենալու, թե չէ, բայց դա բանկի մենեջմենտի ներքին խնդիրն է, իրանք պետք է լուծեն, եթե կուզեն լուծել դա։ Միգուցե մենք ամբողջ պատկերը չունենք, էլի նաև։ թվայնացման առումով ինչա տեղ ունեն, պետք է որ ահագին back office-ային ֆունկցիաներ պակասեն։ Այդպես է, չէ՞։ Հա, դրա թելերի ֆունկցիաները որոշակի մտիկ չանա։ այդ մասնաճյուղի հատվածն է, back office։ Դրա այմ հարցս բխում է հենց դրանից, որ եթե մենք ավելի բարձր մակարդակի ենք դարձնում այդ թվայնացումը, ավելի շատ ծառայություններ են հասանելի հեռակա կարգավիճակով, արդյոք չէին նվազելու էլի բանկային։ Ընդհանուր աշխատատեղերը կարծես թե չեն նվազում, ես մտածում եմ նորից իմ անձնական կարծիքն է, որ մասնաճյուղերի քանակը նվազելու է ժամանակի ընթացքում, ինչպես նաև բանկոմատների քանակն է նվազելու ժամանակի ընթացքում։ Եվ բանկերի քանակը։ Բանկոմատների քանակը ինչի՞ պիտի նվազի։ Մարդկանց քեշ պետք չի։ Մարդկանց գնալով քեշը պետք է ավելի քիչ պետք լինի, չնայած դա իմ անձնական կարծիքն է, կան նաև հակառակ կարծիքներ, որ թվայնացման աճին զուգահեռ կանխիկի պահանջն էլ է աճում։ Մի օր մենք չգիտեմ 10-20 տարի հետո կնստենք ու քննարկենք այն հարցը, թե գրանցից թե քեշը դա ազատության ամենակարևոր գործոններից մեկն է լինելու։ Հա, Եվրոպայում կա այդ։ Ճիշտն ասած, բողոքները կան։ 20 տարի գնալու կարիք չկա, շվեյցարացիները ռեֆերենդում են արել ու ասել են մենք ուզում ենք կանխիկ ունենալ։ Թուղթը որպես ամենալավ տեխնոլոգիաներից մեկը, հա, պահպանվելու է։ Այդ խոսակցությունը Շվեդիայում էլ կա, Ավստրիայում էլ կա, ու նույնիսկ սահմանադրական մակարդակով ուզում են համարագրեն, որ դա սահմանադրական իրավունք է։ Շվեդիայում շուտվանից ասենք 0.2% է կանխիկ։ Շվեյցարացիները արդեն գրանցել են, որ դա սահմանադրական իրավունք է, կանխիկ ունենալը։ Դա ուրիշ հարց է, էլի, իսկ լավ, կորպորատիվ կառավարումը ինչ վիճակում է մեր բանկերում։ Ընդհանրապես ասած բանկը որպես բիզնես բավականին տարբերվում է այլ բիզնեսներից, հա, որտեղ հիմնական ներդրողը կարելի ասել սեփականատերն է։ Բանկի դեպքում դու ունես մեծ leverage, այսինքն ավանդատուների գումարները շատ ավելի շատ են, քան սեփականատերերի եւ մասնավորապես նաեւ դրա համար խիստ կարգավորվող բիզնեսներ են եւ կենտրոնական բանկերի կողմից կան խորհուրդների կորպորատիվ կառավարման պահանջներ։ Հիմա այս մասով էլ չէ, ասենք թվայնացումը զարգանում է, մեծանում են, ռիսկերը շատանում է, փողը շատանում է, այդտեղ էլ չէ պետք է զարգացումներ ունենանք։ Միանշանակ նախ եկեք գրանցենք, որ այսօր բանկային համակարգը Հայաստանի Հանրապետությունում ունի համեմատած մյուս բոլոր ոլորտներին ունի ամենազարգացած կորպորատիվ կառավարման մակարդակ։ Մյուս ոլորտներում չկա հաշվետվողականություն։ Ու հաշվետվողականություն։ Այսինքն այդ մակարդակով սենց ասենք
Երևի ամենաառաջավորը Զրոյական մակարդակը ունենք։ հաշվետվողականությունն է, տապանցիկությունն է։ Զրոյական մակարդակը ունենք։ Արդյոք մենք ունենք իդեալական կորպորատիվ կառավարում ֆինանսական համակարգում, ես կասեի, որ աշխատելու տեղ ունենք միանշանակ։ Արդյոք Դա օրինակ կապ ունի այն մեր նախորդ թեմայի հետ, որ օրինակ բանկերը շուկայական արժեքով ցածր են կամ դրսի ներդրողների համար է կարող այդքան հետաքրքիր չլինի։ Դրա կորպորատիվ կառավարումը։ Իսկ դա իրար հետ փոխկապակցված որոշակի կապ ունի, որոշակի կապ ունի։ Մենք կարող ենք արձանագրել հայավարի ասած, որ բանկերը չկան բանկեր, որոնք այլևս դուքյան են։ Մենք կարող ենք արձանագրել, որ մեր բոլոր բանկերում գործում են որոշակի նվազագույն կորպորատիվ կառավարման համակարգեր։ Դուքյան չունենք, այո։ Դուքյան չեն գիտես ինչի, տպավորությունն է նա, որ բանկերը ավելի շատ կենտրոնական բանկից են զգաստանում, քաշվում, իր պահանջներին են փորձում հետևել ավելի շատ, քան թե իրենց հենց խորհուրդների կամ կորպորատիվ կառավարման։ Իսկ մի քիչ այդտեղ դիսբալանս ունենք իմ կարծիքով։ Ի նկատի ունես բանկի խորհուրդը այդքան կշիռ չունի, ինչքան օրինակ կենտրոնական բանկը իր կարծիքով։ Ներսի աշխատողների համար կենտրոնական բանկի, չգիտեմ, ստուգում կլինի, գրություն կլինի, կանոնակարգում կլինի, ինչ կլինի, ոնց որ ավելի է առաջնային կարևոր են, քան թե չգիտեմ, բանկի քաղաքականությունները։ Դե այդ ոլորտում այդ ուժեղ կենտրոնական բանկ ունենալը պարտադիր է։ Խիստ կարգավորված ոլորտ ուրիշի փողն է, ավանդատուների փողն է։ Պետք է լինի ուժեղ կենտրոնական բանկ, որ Ոչ մի չի ասում, որ թույլ լինի կենտրոնական բանկը, հարցենա դա մինիմալն է, դու դրա հաջորդ մակարդակներին պիտի գնաս։ Արան ասում է, որ ոչ թե բանկերը ոչ թե պետք է առաջնորդվեն կենտրոնական բանկի կողմից պարտադրված նվազագույն պահանջներով, այլ բանկերը ելնելով իրենց իսկ շահերից, ելնելով ռիսկերի կառավարման իրենց իսկ տեսլականից, պետք է կառուցեն դրա շուրջը կորպորատիվ կառավարման հզոր համակարգեր, դրա մասին է խոսքը։ Եվ դրանով էլ ավելի գրավիչ դառնալով ներսի ու դրսի ներդրողների համար։ Ունեցի, սենց ասեմ, իմ փորձը ցույց է տալիս, որ մեր բանկերը սենց ասեմ, շատ բերեստրախովկա են անում ծովա իրենց գործառույթների մեջ։ Այդքան ռիսկ վերցնող չեն իրականում իրանք իրենց վրա, որ լավ է մի կողմից ունելի եմ ասում։ Ավանդատուների փողն է, ֆիդուցիար պատասխանատվություն ունեն այդ բոլոր ավանդատուների դիմաց։ Բայց ընդհանուր այն փորձը, այն ինչ որ ես եմ տեսնում, եթե ինչ որ գործարք է լինելու, սովորաբար ռիսկերը շատ ավելի բարձր են գնահատվում, քան թե ընդհանրենք, չգիտեմ, քան թե իրականությունը։ Դա այն ինչ որ ես եմ նկատել։ Մեր բանկերի էական մեր բանկերը ընդհանրապես բավականին ռիսկավերս են, ռիսկից խուսափող են։ Դա նորմալ է, այսինքն բանկային համակարգը էվոլյուցիայի հետևանքով եկել է այն մակարդակի, որ բանկային համակարգը ֆինանսական համակարգի այդ կտորը ռիսկ չի վերցնում, դա ռիսկ վերցնելու համար չի, դա ռիսկը դիվերսիֆիկացնելու, ցածր մակարդակի ռիսկ պահելու եւ բնակչությանը սպասարկելու եւ բիզնեսներին սպասարկելու համար է։ Ֆինանսական համակարգի մյուս կտորը, որը իրականում ստեղծված է ռիսկ վերցնելու համար, մեր մոտ բացակայում է։ Այդ որը պետք է լինի։ Այդ կապիտալի շուկայի ավելի վենչուրային հատվածն է, այդ private equity հատվածն է, որը մենք Ֆոնդերը ֆոնդերը նաև, հա, ասենք ֆոնդերը, որ բարձ լինի։ բարձ լինի, հա, Որոշակի են։ Բայց եթե էլի շահույթները սկսեն նվազել, պետք է որ չէ ինչ որ չափով վարկագիծ փոխվի նաև բանկերում։ Եթե ռոեն թե կապ չունի այն ժամանակ ռոեն 8-ներ մեկը իրանց որոշման ալգորիթմը մնում էր էլի ռիսկավերս։ Ես ճիշտ ասած դժվարանում եմ ասել որոշման ալգորիթմի մասին, որովհետև մանրամասն տեղեկություն չունեմ բանկերի որոշման ալգորիթմի մասին, բայց որ բանկերը ընդհանուր բավականին խելամիտ եւ զգուշավոր քաղաքականություն են վարում եւ մարտավարություն ունեն բավականին զգուշավոր, դա միանշանակ է։ Միգուցե չափից դուրս զգուշավոր։ Ես
համաձայն եմ այդ գնահատականի հետ ընդհանուր առմամբ, բայց դա էլ պայմանավորված է էլի մեր երկրի որոշակի ինստիտուցիոնալ թերացումների հետ։ Դու որ սեփում էիր, օրինակ չկար սեփականատիրոջ կողմից նպատակ շուկայի ծավալի աճ։ Օրինակ նկատի ունեմ չգիտեմ, վարկային պորտֆելի որոշակի ռիսկայնություն ավելացնելու միջոցով։ Ճիշտն ասած, նախ սեֆի սեփականատերը շահույթ չհետապնդող կազմակերպություն էր։ Այսինքն վարկային կազմակերպությունը շահույթ չհետապնդող։ Չէ, վարկային կազմակերպությունը շահույթ սեֆը ինքը շահույթ էր հետապնդում, բայց սեֆի սեփականատերը շահույթ չէր հետապնդում։ Այսինքն մենք սեֆի մենեջմենտով ունենք որոշակի շահույթ հետապնդելու խնդիր եւ մենք էինք այդ խնդիրը դնում։ Այսինքն մենք որոշակի նպատակ ունեինք զարգանալու, աճելու, եկամտաբերություն ապահովելու, այդ խնդիրը դրված էր սեֆում։ Բայց երկու հարց կա տեղ։ Առաջինը սեֆը հանրային փող չէր օգտագործում, այսինքն մենք ավանդատուներ չունեինք։ Մենք կարող էինք մեզ թույլ տալ ավելի մեծ ռիսկ վերցնել, որովհետև օգտագործում էինք մասնավոր ֆոնդերից փողեր։ Երկրորդն էլ այո, մեր բաժնետերը շահույթ չհետապնդող էր եւ առաքելության կտոր կար, այսինքն բնակչության ներքևի հատվածին ուղղված քաղաքականություն կա, որ վարկերը պետք է տրամադրվեն, միկրոֆինանսական կազմակերպություն էր եւ վարկերը պետք է տրամադրվեին որոշակի խավերին, որոնք հասանելիություն չունեն այլ տեղից վարկեր ստանալ։ Սոցիալական նպատակով եւ զարմանալիորեն սեֆում մենք իրականում զսպում էինք տոկոսադրիքների մակարդակը, եթե համեմատում էիր մյուս վարկային կազմակերպություններին, մենք առնվազն 5-ից 6% ավելի ցածր էինք պահում տոկոսադրիքները։ Դա մեր ներքին ոչ շուկայական, առաքելական, բայց դրա շնորհիվ չպետք է էապես ծավալվեիր։ Մենք ծավալվեցինք ժամանակին մինչև 2020 թիվը բավականին լավ ծավալվել ենք։ Դրանից հետո արդեն որոշակի այլ COVID բան սկսվեց, այո։ Ես մեկ ուրիշ հարց տամ, էլ մի քիչ թեման բանանենք, նաև ֆինանսական կրթություն եւ ֆինանսական գրագիտություն, չէ՞։ Հիմա քո ընթացիկ թեմաներ, կրթությունը դասավանդում էիր, գրագիտությունն էլ այն թեման է, որից մեր բարձից բարձ ոդկասթը սկսվել է իրականում։ Ինչ կա տեղ անելու էլի։ Օրինակ բավարար է մեր մոտ ֆինանսական կրթությունը։ Ես երկու sense պատկերավոր Արտուր ջան, բան էի դու ուզում ասել։ Չէ, ես պրոստը որ կրթության մասին խոսեցի, հիշեցի 2006 թվականին իրար այդ առաջի CFA քննությունը հանձնում էինք Մոսկվայում։ Այո, Մոսկվայում միասին հանձնում էինք։ Դու առաջինն ես, չէ՞, որ CFA ստացել։ Չէ, ես երրորդն եմ, չէ։ Ես առաջինը չեմ, առաջինը Պապյան Հայկն է։ Հա, Հայկն է։ Երկրորդը Այդան էր, ես երրորդն եմ։ Հա, Դուբայի շեյխ։ Դուբայի շեյխ։ Չեմ ճանաչում Դուբայի շեյխին։ Երկու հանգամանք, առաջինը կրթության եւ իմ փորձը այն է միշտ եղել, ասենք բանկերում աշխատելով կենտրոնական բանկում, ես տեսել եմ մարդիկ զբաղվում են ֆինանսական թեմաներով ու այն համասարանները մասնավորապես մեր պետական, տնտեսագիտական եւ այլն համասարաններում որպես այդպեսին չկա ֆինանսական կառավարման նորմալ ներդրված ծրագրեր։ Ինչ որ կծկտուր բաներ կան, նորմալ դասագրքեր չկան հայերեն, այսինքն ասածս երևի դրան է վերաբերվում, այն ինչ որ ես տեսել եմ, որ քիչ թե շատ կա, այդ մենակ ամերիկյան համասարանում է։ Գուցե ֆրանսիականում էլ կա, չգիտեմ։ Ես հետ գնամ իմ երկու կտորին, հետո պատասխանեմ քո բուն հարցին, որովհետև քո բուն հարցով կենտրոնական բանկը բավականին լուրջ աշխատանքներ է տարել եւ շարունակում է տանել դպրոցում։ Գրագիտության մասով, ֆինանսական կրթության մասով բավականին լուրջ աշխատանքներ է տարվել, նյութեր են մշակվել, այդ նյութերը առանձին դասագրքերում ներառվել են։ Հիմա մտածում են, որ արդեն այդ կտորները ոչ թե կմտցնեն մաթեմատիկայի, ֆիզիկայի, քիմիայի, տնտեսագիտության դասագրքերի մեջ, այլ կստեղծեն առանձին ֆինանսական կրթության դասագիրք, որը կարող են կիրառել տարբեր առարկաներում։ Այդ պատասխանեցի քո հարցին, բայց երկու դրվագը, երբ որ մենք խոսում ենք ֆինանսական կրթության եւ գրագիտության մասին,
տարանջատենք, հա, որովհետև կան բնակչության տարբեր հատվածներ եւ այդ բնակչության տարբեր հատվածները ունեն տարբեր կարիքներ, այսինքն sense ասենք Ճիշտ է, ինչ որ սահմանամերձ գյուղում գնում ես այդ այն մարդիկ, ովքեր մեծ կարողություններ չունեն, իրանց լիմուզին պետք չի, իրանց մոտոցիկլ է պետք։ Մոպեդ։ Մոպեդ։ Այդ մեկ, այսինքն երբ որ մենք նախագծում ենք որոշակի ֆինանսական ապրանքներ, չպետք է փոքր լիմուզինչիկներ նախագծենք, պետք է նախագծենք մոպեդներ այդ մարդկանց համար։ Դա մի կտոր է ֆինանսական ներառականության, գրագիտության եւ կրթության մասով, այսինքն այդ մարդկանց պետքա տալ այն ինչ որ իրանց է պետք, այդ մեկ, երկրորդը երբ որ մենք խոսում ենք ֆինանսական կրթության եւ գրագիտության մասին, մենք չենք գալիս այդ մարդուն պատմում մոպեդը ինչ է, հետո հերվիս ցույց տալիս մոպեդը ինչ է, ինքը մոռանում է մոպեդը ինչ է, որովհետեւ կյանքում ինքը 2 մետրից ենկով չի շարժում։ Այսինքն եթե այդ մարդը եկամուտ չունի, դու իրան ինչքան ֆինանսական գրագիտություն ուզում ես տուր, ինչքան ֆինանսական կրթություն ուզում ես ապահովի, ինքը մեկը եթե չօգտվի այդ ծառայություններից, եթե իր աշխատավարձը հերիքում է ընդամենը, չգիտեմ, 10 օրում հաց առնել, դա մոպեդ էլ պետք։ Իա մոպեդ էլ պետք չի, ինքը նույնիսկ եթե քարտով ստացավ իր աշխատավարձը գնալու է կանխիկացնի, գնա իր ծախսերը հոգա։ Ինչը նորմալ է, շատ նորմալ վարքագիծ է։ Այսինքն, այստեղ գրագիտությունը եւ կրթությունը գալիս է օգտագործման հետ, օգտագործումն էլ կապված է անմիջականորեն եկամտի հետ, այսինքն պետք է իրականում ներառականության, կրթման եւ գրագիտության ամենաուժեղ քաղաքականությունը երկրի տնտեսական մակարդակի բարձրացումն է։ Իմ խորին համոզմամբ, սա իմ անձնական կարծիքն է։ Ես եմ ասենց կարծում, որտեղ հաճախ լսում եմ, ասում են դե ֆինանսական գրագիտությունը ցածր է, պետք է բարձրացնել, բայց ինքը առանձին մնացած գրագիտությունից եւ տնտեսական վիճակից չես կարող բարձրացնել։ Բայց ում որ լիմուզին պետք է, ինքը լիմուզինից տեղակ չի։ Ֆինանսական գրագիտության տեսանկյունից։ Այսինքն մարդիկ ովքեր ունեն խնայողություններ, ունեն տարբեր մակարդակի խնայողություններ, մենք հաճախ ենք էլի այս թեման քննարկում։ Առաջին միտքը դա անշարժ գույքն է, ինքը չունի այլ ֆինանսական Այս երկրում, հա, առաջին միտքը անշարժ գույքն է։ Ես ունեմ խնայողություն, ես գնալու եմ ձեռք եմ բերելու անշարժ գույք։ Այսինքն այդ սեգմենտի համար, չգիտեմ, ինչ պետք է անենք, որ իրանք մտածեն, օրինակ, նույն այդ սեգմենտը ունի լայն հնարավորություններ ինքնակրթվելու, փորձելու, այսինքն այդ սեգմենտը չպետք է լինի ֆինանսական կրթության թիրախ։ Երկրի պետական։ Մասնավոր հատվածի համար դա լավ շուկա է, այսինքն սիրելի մասնավոր հատված։ Կան մարդիկ, Հայաստանի Հանրապետությունը հասել է այն մակարդակի, որ կան հարուստներ այս երկրում։ Ուրախացեք ընկերներ, հարուստներ կան այս երկրում։ Դա կարևոր բան է։ Երկրում պետք է լինեն հարուստներ, լավ հարուստներ պետք է լինեն։ Ոնց որ իրանք էլ առաջանում։ Բայց իմ հարցի այն մի մասը մասնավորը թող գնա հարուստների հետ աշխատի, որ կառավարի հարուստների գրագիտությանն էր վերաբերվում, այլ հենց կրթությանը բուհական, լավ sense ասեմ, ոչ թե դպրոցական, այլ բուհերում նորմալ ֆինանսական կառավարման դասավանդման մասին է խոսքը։ Նկատի ունես, որ չգիտեմ, MBA-ի ծրագրի մեջ լավ չեն կարդում ֆինանսները։ Չէ, դե մի հատ MBA-ի ծրագիր կա, նկատի ունեմ մեր համալսարաններում պետական։ Նկատի ունես, ծայրահեղ դեպք ասեմ, այսինքն բժիշկներին որոշակի ֆինանսական կառավարման։ Բժիշկներին չէ, բացարձակ։ Մեր մոտ ընդունված ամենատարածված մասնագիտությունը ո՞րն է, տնտեսագետ, ասում ես, ինչ ասում տնտեսագետ, ինչ է։ Դա որ ինքնից բան չի ներկայ։ Մենք հիմա հասկանում ենք, որ դա ուղղակի ինչ որ անվանում եմ ասում, գիտելիք չի։ Ֆինանսական կառավարման դասագիր չկա։ Հայերեն։ Այդ մի քիչ բարդ հարց է, ես օրինակ չգիտեմ, արժի արդյոք դասագրքերը թարգմանել հայերեն, թե արժի, որ մարդիկ խոսեն տարբեր լեզուներով բացի հայերենից։ Այսինքն հայերենը պարտադիր է եւ ես օրինակ ներդրում կանեի, եթե իմ անձնական կարծիքն եմ ասում, ես ներդրում կանեի մշակութային հատվածի վրա, հայոց լեզուն զարգացնելու այդ ուղղությամբ ավելի շատ, այսինքն ստեղծելու հնարավորություն, որ մարդիկ հայերեն սպառեն մշակութային կոնտենտ։ Այդ հասկանում եմ ու ոնց որ որոշակի առումով նաև կիսում եմ, բայց նկատի ունես ժողովում կամ պետական համալսարանում անգլերեն գիրք են տալիս դասախոսները, ասում են, այս
կտորը մենք անցնելու ենք բանից։ Ես անգլիա։ Բրիլի Մայերսից ընտրենք։ Brigham Young, չէ՞։ Դու որտեղ ես դասան։ Համասարն։ Համալսարան։ What վամիշա։ Ալսես կարդում եմ։ Նյութը անգլերեն է, ես կարծում եմ հայերեն։ Այս նյութը անգլերեն։ Այդ շատ նորմալ մոտեցում է, ընդ որում ավանդաբար մենք միշտ ունեցել ենք թարգմանիչներ։ Թարգմանչած տոնը ամենակարևոր տոներից մեկն է մեր եկեղեցու, ընդ որում դա ինչ էր։ Քանի որ Աստվածաշունչը գրված էր հունարեն, արամեերեն, հա, եւ մեր հոգեվորականների խավի մի մասը տիրապետում էր այդ լեզուներին, մյուս մասը պետք է դա մատուցեր բնակչությանը։ Բնակչությունը ընդհանրապես այդ լեզվով չէր, այդ լեզուներին չէր տիրապետում, դրա համար միշտ բոլոր եկեղեցիներում կային թարգմանիչներ։ Մատուցվում էր հունարեն եւ կողքից թարգմանվում էր։ Ունենք թարգմանչած տոն։ Եվ ըստ էության Դե ֆինանսները շատ դժվար է տերմինոլոգիան բերել հայերենի։ Եթե մենք ինձ պահանջ կարող ենք տնել, որ համասարանի բոլոր ուսանողները այն մակարդակի անգլերեն պետք է իմանան, որ իրանց ծրագրերի մեջ անգլերեն դասագիրք է լինելու։ Ֆինանսները իսկապես եւ ֆինանսները եւ հարակից մասնագիտությունները նույն ալզիտի մեջ շատ դժվար է մենք թարգմանում ենք, բայց Ստեղ լեզվի կենսունակության հարց կա, որը շատ կարևոր է, որովհետև դա մեր ինքնության եւ մշակույթի էական կտոր է, բայց եթե մենք ծայրահեղությունից ծայրահեղություն է, այստեղ իրականում շատ լուրջ բալանսի խնդիր կա, այսինքն եթե մենք ընդհանրապես գնում ենք օտարալեզու, որովհետև ֆիզիկայում, մաթեմատիկայում, արհեստական բանականության մեջ եւ այլն բոլոր ոլորտներում առաջադեմ միտքը ցավոք սրտի այսօր հայերեն չի, հա, ըստ էության անգլերեն է եւ մենք պետք է օգտվենք սկզբնաղբյուրից։ Դա մի կտորն է, մյուս կտորն է, եթե մենք միշտ օգտվում ենք սկզբնաղբյուրից եւ հայերենով որևէ նյութ չի ձևավորում, չի ստեղծում, կոնտենտ չունենք, մենք կորցնում ենք հայերենը։ Այս երկու ծայրահեղությունները մենք պետք է փորձենք գտնել ոսկե միջինը, որտեղ կունենանք եւ հայերեն, որը դինամիկ, զարգացող, ժամանակակից լեզու է, եւ հետ չենք մնում աշխարհի տրենդերից եւ չենք մեկուսացվում։ Այդ խնդիրն էլ ունենք։ Դա ես դրա օրինակ լուծումը չունեմ, բայց այդ բալանսը գտնելու խնդիր միանշանակ կա։ Իսկ եթե վերադառնանք հմտություններին, օրինակ մեր ունկնդիրների մեջ բավականին զգալի հատված երիտասարդներ են, ասենք ֆինանսներում, եթե մարդը ուզում է առաջ գնա, ինչ հմտություններ են այսօր կարևոր։ Լայն Կարծում ես հմտությունները ֆինանսներում ինչ որ ձևով կտարբերվեն, այսինքն հմտություններ այլ ոլորտներում հենց հմտությունների մասն է խոսքը, որտեղ երևի ամենակարևորը, չգիտեմ, խելացի աշխատում ագերույթ այդ բաներ, թե դու ինչ որ կոնկրետ ամենակարևորը հաշվելն է։ Ես կարող եմ կրկնեմ, այսինքն կկրկնեմ, էլի տենց այսօր երևի աշխարհում տենց ոդկաստ չկա, որ Իլոն Մասկի անունը չեն ասում, հա, այսօր մի անգամ արդեն ասել ենք, բայց Իլոն Մասկը հանդիպում էր West Point-ի ուսանողների հետ եւ հարցրեցին ամենակարևոր հատկությունը մարդկային դու ո՞րն ես անում, ասաց curiosity։ հետաքրքրասիրությունը Point-ը բան է, ամերիկյան ռազմական ակադեմիան, լավագույն ռազմական ակադեմիա, էլիտար ռազմական ակադեմիան, որտեղ ընդ որում 3 ռեկոմենդացիա են ընդունում։ Չես կարող ուղղակի գնաս մեր Վազգեն Սարգսյան ռազմական համալսարանի պես ընդունվես էլի։ Curiosity։ Դա skill չի, դա հատկություն է, չնայած curiosity-ն էլ կարելի է, այսինքն հետաքրքրասիրությունն էլ կարելի է զարգացնել մարդու մոտ, իհարկե։ Հարցալը, Բայց հարցալը։ Բոլոր այդ անեկդոտը գիտեն։ Скажите, как вы стали моржем? Ես շեղեմ էլի ուրիշ անեկդոտ բաց։ Բայց դա skill չի, դա հմտություն չի, դա հատկություն է, դա հատկություն է աշխարհայացա։ Հմտություններից ես կասեի դու դա էլ կարելի է սովորելու հմտությունը, այսինքն էլի ֆինանսներին չի վերաբերում, այսօր երևի թե տենց աշխարհը Ես Nvidia-ի Jensen-ի մասին էի լսում մի ոդկաստ, օրինակ
պատմողը իրենց վայս պրեզիդենտներից ինձ դրա վրա է շիշտը դնում, որ ասում է մարդը նախ ամեն ինչից հասկանում է, ինչը չի հասկանում, գնում սովորում է շատ արագ։ Աշխարհի երրորդ ամենամեծ կորպորացիայի տնօրենի մասին է խոսքը, էլի։ Հիմնադիր տնօրեն։ Հիմնադիր տնօրենի, այո։ Շատ կարևոր հատկություն է։ Այսօր Միանշանակ։ հնարավորություններն է մեծացել են։ Լավ, մի հատ էլ վերջում մեզ գիրք խորտ դուր կամ մեր ունկնդիրներին ինչ Ես կարող եմ ասել հիմա ինչ եմ կարդում, ընթերցում։ Հա, հիմա ընթերցում եմ Խոսե Սարամագոյի Gospel by Christ. Gospel by Jesus. Շունչը ըստ Քրիստոսի։ Ըստ Քրիստոսի, այո։ Բարդում եմ ոչ թե պորտուգալերեն, այլ անգլերեն, բայց բավականին այս վերջերս ճիշտն ասած դրանից մի քիչ առաջ էլ կարդացի Հեսեի Հերման Հեսեի Բուդայի մասին գիրքը եւ Բուդայականությունը ըստ Բուդայի։ Ինչը քեզ փիլիսոփայությունն է հետաքրքիր։ Ճիշտ ասած պարզապես հետաքրքիր է ոնց են ձևավորվում կրոնները, այսինքն դա ոնց է տեղի ունենում, որ մարդկային էվոլյուցիայի, մարդկային քաղաքակրթության էվոլյուցիայի ընթացքում ձևավորվում են որոշակի ազդեցության կենտրոններ անհատի տեսքով։ Ասենց ասենք անհատի դերը պատմության մեջ, հա, մարքսիզմ-լենինիզմը շատ տենց մշակված ինչ որ մոտեցում ուներ այդ։ Խորենացին վերջացրեցիր։ Խորենացին շուտ եմ վերջացրել։ Ինչ է ասում։ Խորենացին ճիշտն ասած իմ կարծիքով մի քիչ նեղ էր գրված։ Դե ժամանակ հա օրագրի journaling էր ավելի շատ էլի օրագրի նման գրում էր, ասենց արել գնացել բոլորին մորթել են, բայց մեկը փրկվել է, հետո այս մեկը հետ ա եկել ինքն է բոլորին մորթել, տենց Այսինքն խորություն չկա, ոքի պատմություններ։ Քրոնիկա է ավելի շատ։ Չէ, որոշակի խորություն, որոշակի տեղեր կա, շատ կարևոր ուղերձներ կա խորենացու մոտ, բայց ընդհանուր առմամբ քրոնիկա է, որ ասեմ շատ ժամանակագրություն է, այո։ Ու մենք որ իրան ցիտում ենք իմիջայլոց, ինչ նկատեցի, իրան ցիտելուց բավականին հաճախ կոնտեքստից կտրում ենք ուրիշ բան է ստացվում։ Այսինքն այն իր ամենացիտված հատվածը ինքը ողբում էր Մեսրոպ Մաշտոցի մահվան կապակցությամբ։ Իսկ մենք դա տարածեցինք, սարքեցինք սենց ինչ որ Վսելենսկի պլաչ տիեզերական ողբ։ Այո, տիեզերական ողբի վերածեցինք։ Լավ թարգման։ Շատ լավ թարգման է։ Թարգմանչած տոներ իր մասին։ Նախորդ կյանքում հոգեվորական։ Մի հատ էլ են մալազիական տաճարի տապանակարից պատմի ու Ուրեմն վերջերս այցելել եմ Մալական դա նախկինում եղել է այդ աշխարհի այդ հատվածի թագավորության կենտրոնը, կոչվել է այդ երկիրը, որը հիմա կոչվում է Մալազիա, դրա հայկական մասը կոչվել է Straits of Malacca։ Մալական դա քաղաք է, որի շուրջ ձևավորվել է թագավորություն, սկզբից տեղացիներն էին այդ թագավորությանը տիրում, հետո պորտուգալացիք եկան, հետո հոլանդացիք եկան, հետո բրիտանացիք եկան, սկսեցին տիրել, հետո Մալազիան ձևավորվեց, հետո Սինգապուրը առանձնացավ Մալազիայից, այդ process-ները բավական ակտիվ տեղի են ունենում եւ այցելեցի Մալական եւ շատ հետաքրքիր էր։ Մալակայում կա գործող հոլանդական եկեղեցի, Քրիստոսի եկեղեցի, Church of Christ, տենց էլ կոչվում։ Պրոտեստանտ եկեղեցի է։ Երբ որ մտնում ես եկեղեցին, եկեղեցու շենքի մեջտեղը, աթոռների արանքում մեջտեղը տապանակար է, հայերեն լեզվով։ Տապանակարը ասում է հետևյալը. Իմ տապանակարի ընթերցող, շատ ազատ ոճի թարգմանություն եմ անում, նկարել եմ, պետք է մանրամասն թարգմանել, բայց մոտավորապես բովանդակությունը սա է, իմ տապանակարի ընթերցող, ինձ շատ հետաքրքիր է, արդյոք Հայաստանը կա, արդյոք լավ տեր ունի Հայաստանը, ինչ է կատարվում Հայաստանի հետ։ Այդ տապանակարի վրա։ Այո, 1776 Արզվում է, ոնց է այդ տապանակարը հայտնվել տեղ, կար Հակոբ առևտրական, որը մահացել է 29 տարեկանում 1776 թվականին։ Ապրում էր Մալակայում եւ ոնց է իր տապանակարը հայտնվել տեղ, այդ հողը իրան էր պատկանում եւ ինքը նվիրատվություն է արել եկեղեցուն, որ կառուցեն եկեղեցին։ Եկեղեցին կառուցելուց հետո երբ որ ինքը մահացել է,
տապանակար իրան թաղել են եկեղեցու մեջտեղը եւ տապանակարը հայերենով դրված է վերջում Բայց 29 տարեկանում ինչ իմացել դի մահանա մի հատ լեգերությունը թողելա չգիտեմ երևի մահանալուց հիվանդ է եղա մահանալուց միջև մահանալը երևի ուղերձ ա տվել որ իր տապանակարին տես գրեն տակնել հոլանդերենով գրած է այստեղ պարկած է առևտրականների գիլդիայի անդամ Հակոբ Ջոզեֆ Էսինչյան Հովսեփ Հակոբ Հովսեփ հա Հակոբ Ջեյկոբ լավ Այդ շատ հետաքրքիր էր, այդ զարմանալիորեն, այո, հայերը հասել են նաև միջև Մալակա, ընդ որում նաև Պենանգում, Ջորջթաունում, էլի հայկական մասնակցություն կա Armenian Street, շատ երևի թե այդ Ջորջթաունի ամենագեղեցիկ փողոցն է, իմ ընկալմա, Այդ Մալայզիայում։ էլի Մալայզիայում, Ջորջթաունը, այդ արդեն հյուսիսն է Մալայզիայի, բայց դա արդեն 19-րդ դարի պատմությունն է, կար հայկական փողոց, որտեղ ապրում էին հայերը, ընդ որում այդ Armenian Street-ը հայտնի է նրանով, որ Սունյադզին, հա, երբ որ հեղափոխություն էր պատրաստում 1911 թվականին Չինական իմպերիայի դեմ, Մանջուրական իմպերիայի դեմ, ժողովը արել են այդ փողոցի վրա։ Դելա մեր մատախառը Այդտեղ է մեր մատախառը, նաև հայտնի է Ջորջթաունը նրանով, որ Սարգիս եղբայրները, հա, Մարտինը, Տիգրանը, Արշակը, այդտեղ հիմնադրել են առաջի հյուրանոցը։ Այո, այդ հյուրանոցը միջև հիմա գործում է, կոչվում է Eastern Oriental Hotel, ամենա պոպուլյար հյուրանոցներից է Ջորջթաունի, բայց տխրեցրեց են, որ տեղացիներն ասում են Armenian Street, քանի որ իրանց լեզում իան վերջավորությունը շատ է, իրանք շատերը չեն էլ հասկանում, չգիտեն էլ ինչ է նշանակում Armenian Street-ը, այսինքն այդ մի քիչ տխրացրեց, բայց որ Սարգիս եղբայրների կողմից հիմնադրած հյուրանոցը, ընդ որում իրանց հիմնադրած հյուրանոցը նաև կա Սինգապուրում, այն եկեղեցին են իրանք հիմնադրել, կա Յանգոնում ու Ինդոնեզիայում ա եղել, բայց հիմա չկա քանդել են։ Այսինքն տենց 5-6 հոթելի ցանց ունեին, միջև Արշակը թաղված է Ջորջթաունում 1936 թվականին է մահացել եւ իր տապանակարը վերականգնել են լիբանանահայ Գոհար ազգանուն Խաչատրյան մեքենասությամբ այո մեքենասությամբ անցյալ տարի են վերականգնել տապանակարը այսինքն հայկական մասնակցությունը այդ աշխարհի այդ հատվածում էլ կա Ոչմ չես կտրող ակունքներից հնարավոր Մալայզիայում չի կարելի կտրվել ակունքներից եւ պետքա Շատ լավ երկրի վրա աշխատել հետաքրքիր վերջաբան ունեցանք նշանակ Գաջան մերսի ձեզ շնորհակալություն շնորհակալություն հարգելի ունկնդիրներ ձեզ շնորհակալություն եթե հավանում եք ինչ որ մենք անում ենք բաժանորդագրվեք լայքեք եւ կհանդիպենք հաջորդ անգամներին շնորհակալություն